Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Հակոբ Ասլանյանը 2025 թվականի փետրվարին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժույթ պատգամավորը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 10.825.710 դրամ աշխատավարձ ազգային ժողովի աշխատակազմից եւ 840,000 դրամ կենսաթոշակ։ Ասլանյանը 2 միլիոն դրամի եւ $5,000 չափով ավանդ ունի բանկում։ 2024-ի տարեվերջում նրա կանխիկ միջոցները կազմել է 120,000 դրամ։ Պատգամավորի կին Ալբերտ Խաչատրյանը եւս որպես անշարժույթ հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 612,000 դրամ կենսաթոշակ։ Խաչատրյանը 1.200.000 դրամի չափով ավանդ ունի բանկում։ 2024-ի տարեվերջում նրա կանխիկ միջոցները կազմել է 300,000 դրամ։